Շիրակի մարզպետը նախամփոփեց անցնող տարին 2011 թվականը մեր մարզի համար աչքի ընկավ հատկապես գյուղատնտեսական ոլորտում արձանագրված հաջողություններով։ Իրականացվել են որոշ ծրագրեր ու մոտ 35 միլիարդ դրամի ներդրում է կատարվել Շիրակում, նշեց Աշոտ Գիզիրյանը։ Իսկ հաջորդ տարվա համար ակնկալիքներն ավելի մեծ են, վերանորոգվելու են ճանապարհներ ոչ միայն մարզի համայնքներում, այլև Գյումրիում։ Ամբողջ 116 համայնքում պետք է աշխատեն մի հատ ծրագիր իրականացնել։ Բայց հիմնական մասը գնալու է Գյումրու քաղաքի երկրորդական ճանապարհների վրա։ Երկրորդ քաղաքը ճիշտ է, եւ երկրորդական ճանապարհները ահավոր վիճակ է։ Լրագրողների հետ իր մտերմիկ զրույցը շարունակելով մարզպետը նշեց, թե զարմացած է, որ Գյումրիում ավելի շատ են դժգոհում ապրելակերպից, սոցիալական վատ պայմաններից, քան օրինակ պատերազմների բովով անցած Լեռնային Ղարաբաղում։ Արցախի ժողովուրդը սկսել է լավատեսությամբ ապրել, ինչը սակայն մարզպետը չի նկատում Գյումրիում։ Մեկ մերոնք որ վերցնում ես, սկսում են դժգոհությունը ուրիշ ձև, ես հասկանում եմ։ Գյումրին ուրիշ ձև ապրել։ Ես դեսել եմ ինչա կատարվել։ Սա մոռանալ չի կարելի, չենք կարող մենք ոչ մեկս մոռանալ։ Բայց փառք Աստծո, ահագին բան արվել է։ Այդ մեկը մենք չենք ուզում ասենք։ Միշտ ասում ենք մարդիկ կան, որ հատուկ միայն վատն են նշում, որ վատա, չի կարելի այդքան վատ ասել։ Ինչքան վատ ենք ասում, այնքան վատա բերում։ Պետք է մի քիչ լավատես լինել։ Ապա Աշոտ Գիզիրյանը մարզի ազգաբնակչությանը խորհուրդ տվեց նոր տարին դիմավորել ապագայի նկատմամբ լավ սպասումներով, նորանոր հաջողությունների ակնկալիքով։ Ճիշտ է, վիշապը վախեցնող է, բայց ջրային վիշապի տարու սպասելիքները շատ են։ Միակ բանն է, որ ես վախենում եմ։ Չէ՞ լուրջ եմ ասում։ Գիտեք ինչ եմ վախենում, ասեմ։ Կան եւ նմանատիպ մարդիկ, որոնք օծիպես սողում են, նրանց ցեն եմ վախենում։ Այսինքն ես իրան չեմ տեսնում նրա հարվածը, որ դեսքին դրա մարից եմ վախենում։ Թափուն եմ մոդենում, էլ այդ իմ դուր չի գալիս։ Եթե ասելու բան ունի, պիտի ուղիղ ճակատ տաս։ Ես միշտ հորս ասում եի հեծանիվ եմ ուզում, մենք վելիսապետ ենք ասում։ Ասում էր այ Շանթա, քո հեծանիվի հարցը սարքիր Ղարաբաղի հարցը։ Ես այն ժամանակ չգիտեի Ղարաբաղի հարցը որն է։ Երազանքս էլ նա, որ 2012 ավելի լավ լինի, քան 11-ը, եւ մեր մարզում եւ ընդհանրապես հանրապետությունում լինի կայուն իրավիճակ։ Ի վերջո Հասմիկ Կիրակոսյանը լրագրողներին մարզպետարանի պատրաստած անակնկալի մասին պատմեց։ Ամանորի նախաշեմին տոնական արկղեր ու շնորհավորական բացիկներ են բաժանվելու Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հայրենական մեծ պատերազմին մասնակցած ու հաշմանդամ դարձած վետերաններին, մարզի 5 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող բազմանդամ ընտանիքներին, ինչպես նաեւ 1994 թվականից մինչեւ 2010 թվականը զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողների հարազատներին։ Այդ նպատակով ծախսված գումարները մարզպետարանի սոցիալական ապահովության ֆոնդից են։ Մարզպետի սոցօգնության ֆոնդից Արցախյան պատերազմում ազատամարտում զոհվածների ընտանիքներին 10,000 դրամ գումարած այս բոլորին եւ այո արգղնել այդ երկու կատեգորիաներին, երկու Արցախյան պատերազմում եւ զինվորական պարտականությունները կատարելի զոհված զինծառայողների ընտանիքներին նույն թիվը պահպանվում է, 10,000 դրամն էլ ավելանում է արգղի տվածի վրա։ Նշենք, որ աշխատանքային խմբերն այսօրվանից գործի են անցել ու բաժանել տոնական ծանրոցները։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալենյուս։